Բարև ձեզ, ես Արամն եմ Ազատազենից, գտնվում ենք Ազատազենի Երևանի քաղաքացիական հրաձգարանում, թվանքի հերթական եթերն է եւ այսօր ներկայացնելու ենք բավականին հետաքրքիր զենք, որը կարելի է ասել հայտնի է ամբողջ աշխարհում։ Ինձ թվում է Glock ընկերության մասին բոլորը գիտեն։ Glock-ը ի սկզբանե արտադրում էր լրիվ այլ արտադրանք, բայց 1980-ականների սկզբից մտել է զենքի շուկա բավականին հետաքրքիր գաղափարներով եւ այդ գաղափարները տարածում են գտել հետագայում ռազմական ոլորտում, ոստիկանության զորքերում, ինչպես նաեւ քաղաքացիական զենքի շուկայում։ Այսօրվա զենքի մոդելը կոչվում է Glock 43X, զենքը նախատեսված է ամենօրյա կրելու եւ այն երկրներում, որտեղ թույլատրվում է ինքնապաշտպանական նպատակներով, ու մի փոքր անդրադառնանք զենքի տեխնիկական մասին։ Ուրեմն 2015 թվին Glock-ի կողմից արտադրվել է Glock 43 մոդելը, այս նույն նպատակներով, բայց եթե համեմատենք այսօրվա զենքի հետ, Glock 43-ի ընդհանուր բռնակը մի փոքր ավելի կարճ է եւ ընդհանուր զենքը իր չափերով ունի փոքր տարբերություններ։ Որոշ սպառողների համար այս տարբերությունները եղել են անհարմարության պատճառ ու 2019 թվականին Glock ընկերությունը արդեն ներկայացել է Glock 43X տարբերակով ու եթե համեմատենք Glock 43-ի հետ, շատ ավելի հարմար է այս զենքի բռնվածքը, ինչպես նաև շատ ավելի լավն է այս զենքի ձգանը։ Կրակելու ժամանակ կերևա ինձ թվում է ինչ-որ կերպ, բայց հիմա երբ որ քաշում ենք ձգանը, այստեղ ունենք բավականին թեթև եւ բավականին հստակ արտահայտված, այսպես ասած, մարտական հարվածով ձգան։ Այսինքն կրակելու ժամանակ, հատկապես երբ պետք է մի քանի արագ կրակոց անել իրար հետևից, մենք շատ լավ զգալու ենք ձգանի մարտական ռեժիմի վերականգնման պահը եւ արդեն կարող ենք ավելի արագ անցնել հաջորդ կրակին, ինչպես նաեւ ավելի փոքր ուժ է ծախսվում ամեն հաջորդ կրակոցը անելու համար։ Եվ այս երկուսը այն հիմնական ձևափոխություններն են, որոնք արվել են Glock 43-ի բազայի վրա, ինչը Glock 43X-ը դարձնում է զգալիորեն ավելի էֆեկտիվ զենք։ Եթե խոսենք այս զենքի տեխնիկական պարամետրերի մասին, ուրեմն զենքը կրակում է 9-19 տրամաչափի փամփուշտներ, որոնք այս նպատակի համար, ինչի համար այս զենքը ստեղծվել է, բավականին էֆեկտիվ են, շատ մեծ հետհարված չունեն ու ունեն բավականին լավ բալիստիկա, շատ տարածված տրամաչափ է, սկսած դեռ շատ վաղ ժամանակներից։ Զենքը Striker համակարգով աշխատող ատրճանակ է, ունի ստանդարտ Glock-ի անվտանգության համակարգը, այսինքն զենքի վրա ցուցադրված ապահովիչ կամ փոխադրիչ չունենք։ Ունենք անվտանգություն, որը գտնվում է ձգանի վրա, ինչպես նաև զենքի մեխանիզմում, այսինքն ինտեգրված է ներսում։ Զենքի պահեստատուփը տանում է 10 փամփուշտ, ընդհանուր երկարությունը 165 մմ է, փողի երկարությունը 87 մմ է եւ զենքի ընդհանուր բարձրությունը 128 մմ է։ Եթե համեմատենք, ինքը ռուսական Մակարովից չափերով քիչ է տարբերվում, բայց քանի որ Glock է ու ավելի լավ է նախագծված, ինքը շատ ավելի հարմար է կրակելու համար ու շատ ավելի էֆեկտիվ որպես այս չափի ատրճանակ։ Ուրեմն այստեղ հետաքրքիր է զենքի ընդհանուր այս հաստությունը, որը որ 28 մմ է եւ հենց մենակ սլայդ է, այսինքն իր փակաղակային համակարգը 22 մմ է, ինչը զենքը դարձնում է շատ կոմպակտ։ Այսինքն երբ որ զենքը տեղադրվում է հագուստի մեջ կրելու համար նախատեսված պատյանի մեջ, ինքը զբաղեցնում է շատ քիչ տեղ եւ անհարմարություն չի պատճառում ամբողջ օրը կրելու համար։ Տեղավորենք։ Ուրեմն
Զենքի քաշը 465 գրամ է առանց պահեստատուփի, դատարկ պահեստատուփով զենքը կշռում է 530 գրամ եւ լիցքավորված պահեստատուփով ունենք 654 գրամ։ Զենքի էֆեկտիվ կրակի հեռավորությունը համարվում է մինչև 35 մետր եւ քանի որ ասենք ինքնապաշտպանական իրավիճակներում, որտեղ որ ինչի համար որ այս ատրճանակը ստեղծվել է, սովորաբար ունենում ենք կարելի ասել 0-ից մինչև 10 մետր հեռավորության վրա պատահարներ, այսինքն հիմնականում շատ կարճ դիստանցիաների մասին է խոսքը գնում, զենքը լրիվ այն որ ամբողջությամբ փակում է այդ հեռավորության միջակայքը ու լինելով բավականին կոմպակտ զենք, լիովին անում է իր աշխատանքը։ Եվս մի բանի անդրադառնանք, ինչը գլոկի նորամուծություններից է զենքի շուկայում, ունենք պոլիմերային կմախք, ինչը առաջին անգամ արվել է գլոկ ընկերության կողմից, ունենք պողպատից փակաղակ պաշտպանիչ շերտով, որը չի ժանգոտում եւ բավականին հեշտ է սպասարկելը, ունենք շատ պարզ մեխանիզմ, շատ պարզ վերալիցքավորման ցիկլ, որը էլի գլոկի կողմից է ներմուծվել եւ ունենք ստրայկեր համակարգը, մինչեւ գլոկի զենքի շուկա մտնելը ատրճանակները եղել են պողպատից կմախքով եւ եղել են Colt Browning-ի համակարգի, այսինքն արտաքին մուրճիկով աշխատող զենքեր։ Գլոկը առաջինն է եղել, ով մշակել է ատրճանակի այս տարբերակը, այսինքն ստրայկերի համակարգը եւ հետագայում ինքը դարել է շատ տարածված, հիմա արդեն աշխարհում շատ ընկերություններ արտադրում են նույն ստրայկերի համակարգով եւ ինքը համարվում է շատ հուսալի զենք։ Ու հուսալիությունը եղել է գլոկի գաղափարախոսության զենքի շուկա մտնելու ամենահիմքերում ու միանգամից արդեն եթե խոսվում է գլոկի մասին, գիտենք, որ զենքը հուսալի է։ Կոնկրետ այս զենքի պարագայում զենքի ռեսուրսը 8000-ից 12000 կրակոցի համար է նախատեսված, խոսքը գործարանային ռեսուրսի մասին է։ Ու այդ 8000-ից 12000-ը գալիս է նրանից, թե ինչ տեսակի փամփուշտներ են կրակում եւ ինչ որակի։ Որպես ինքնապաշտպանական եւ ամենօրյա կրելու զենք ունենք շատ հարմար եւ շատ հուսալի զենք, որը որ մեզ երբեք չի դավաճանի։ Հիմա սահմանափակվենք այսքանով, այս զենքի մասին պատմելու մասը ու գնանք կրակելու տեղամաս, հասկանանք ինչ ընդունակություններ ունի այս զենքը արդեն գործնականում։ Եկել ենք ատրճանակի տեղամաս Ազատազենի Երևանի հրաձգարանի։ Հիմա մի քանի կրակոց կանենք մետաղական գոնգերի վրա, ուղղակի հասկանանք այս ատրճանակի ձգանը ոնց է աշխատում, որովհետև առաջին անգամ եմ այս ատրճանակով կրակելու։ Հետո արդեն կգնանք տակտիկական հրաձգության տեղամաս, կփորձենք ինքնապաշտպանական իրավիճակի իմիտացիա անել կարճ դիստանցիաների վրա։ Լիցքավորենք 10 փամփուշտ, չգիտեմ վերևում ասեցի թե չէ, այս ատրճանակի պահեստատուփը տեղավորում է հենց 10 փամփուշտ։ Զենքի հետ ծանոթանանք, հետո արդեն կշարունակենք։ Ուզում եմ նշել, որ զենքը բավականին հարմար է նստում ափի մեջ։ Ես գլոկ 43-ով եմ կրակել ու անհամեմատելի ավելի լավ բռնակ ունենք ստեղ, ափի մեջ լրիվ տեղավորվում է։ 43-ի խնդիրը նրանում է, որ մեծ ափեր ունեցող մարդկանց մոտ բռնակը հենվում է այս ափի ներքևի մասին ու ամբողջական բռնվածք չես ունենում, ինչը մի քիչ խանգարում է զենքի ստաբիլ լինելուն։ Ու հիմա մի քանի կրակոց անենք ուղակի մետաղական գոնգերին, հասկանանք ինչ հետարված ունի ու ինչքան է, քանի որ ինքը կարճ փողով զենք է, ինքը պետքա որ մի քիչ ավելի էս վերև գցելը շատ լինի։ Ու կրակենք հասկանանք ոնց է իրան պահում։ Գնացինք։
Ձգանը շատ լավն է, ինչպես նաև չգիտեմ ինչի հաշվին է, բայց համեմատած այս չափի այլ կարճ փողով զենքի հետ հարվածի հետևանքով զենքի փողի վերև շպրտելն էլ այդքան չի զգացվում։ Բավականին լավ էրգոնոմիկայով զենք է, ինձ թվում է կարելի է չեմ ասի սպորտային նպատակով օգտագործել, բայց մարզվելու համար էլ շատ լավն է այս զենքը։ Բավականին փափուկ հետհարված ունի, ձգանը շատ լավ է իրան պահում։ Մի խոսքով ընդհանուր առմամբ գլոկի բոլոր որակական հատկանիշները արտահայտված են, ինչպես նաև ես չէի սպասում, որ այսքան փափուկ կկրակի։ Հիմա գնանք տակտիկական դաշտ, կկպցնենք, կօգտագործենք թղթից թիրախներ ու կփորձենք արդեն այդ, ինչպես ասեցի, ինքնապաշտպանական իրավիճակները իմիտացնել, մի քիչ ավելի արագ կրակելով, մի քիչ ավելի պատյանից հանելով ու միանգամից կրակոցանելով ու հասկանանք այդ իրավիճակում ոնց ենք կրակում այս զենքով։ Գնացինք։ Եկել ենք տակտիկական դաշտ, ինչպես ասեցի, ինքնապաշտպանական իրավիճակի իմիտացիա փորձելու, կարծում եմ կփորձենք մի քանի սցենար, առաջինը հենց 1.5-2 մետր հեռավորությունից ուղղակի ատրճանակը պատյանից արագ հանելու և կրակոցանելու, երկրորդը կփորձենք առանց նշան բռնելու շատ կարճ հեռավորությունից մոտ կես մետրի կարգի ուղղակի ձեռքով ուղղություն վերցնելու և կրակոցանելու և երրորդ սցենարը ամենատարածված սցենարներից մեկն է, երբ ինչ-որ մեկի վրա հարձակվել են, պաշտպանվողը ձեռքով հետ է բրդում հարձակվողին և հետ քայլելով մի քանի կրակոց է անում թիրախի վրա։ Առաջին անգամ եմ փորձում, անենք տեսնենք ինչ կստացվի։ Զենքը լիցքավորել եմ, փամփուշտները պահեստատուփի մեջ են, թիրախը տեղադրված է, կրակելու ուղղությունը անվտանգ է, որովհետև գտնվում ենք տակտիկական դաշտում ու գնանք աշխատելու։ Ունենք ներսի կողմից գոտու վրա կրելու պատյան, ատրճանակը կտեղավորվի այս պատյանի մեջ, արդեն լիցքավորված վիճակում, որովհետև եթե խոսում ենք օրինակ Ամերիկայի մասին, որտեղ որ ամենաշատն է ատրճանակի կիրառության կրելու մշակույթը տարածված, իրանց մոտ ընդունված է, որ փամփշտանոցում փամփուշտ պարունակող ատրճանակը կրում են պատյանի մեջ և պետք եղած ժամանակ այդ ատրճանակը օգտագործում են ինքնապաշտպանության համար։ Գնանք փորձենք։ Ուրեմն թիրախը գտնվում է 2 մետր հեռավորության վրա, էլի բավականին տարածված երևույթ է աշխարհում, երբ հարձակվում է ինչ-որ մեկը զենքով ու պետք է արագ ռեակցիա տալ։ Ես վստահ չեմ, որ շատ արագ կանեմ, որովհետև առաջին անգամ եմ փորձում սա, բայց իմ խնդիրը լինելու է ատրճանակը հանել ու կրակել թիրախի վրա, փորձել կպնել կենտրոնին։ Ազդանշան կտաս ընկեր Անդրեան։ Պատրաստ։ Գնաց։ Սա մեկ խոցումը եղել է 10 թվի օղակի ներքևի մասում, այսինքն ես իմ կրակոցը մի փոքր ներքև է գնացել, բայց ինքնապաշտպանական իրավիճակում այս դիստանցիայի վրա հաշվի առնելով նաև ստրեսային իրավիճակը, սա համարվում է շատ լավ կրակոց, որովհետև այս պարագայում խնդիրը ոչ թե փոքր խումբ հավաքելն է, այլ կարևոր օրգանների վրա խոցում ունենալը, ինչից հետո այդ հարձակվող հանցագործը չի կարողանա ինչ-որ այլ գործողություններ նախաձեռնել ու այս կրակոցը կարող ենք համարել ստացված։ Հիմա էլի կփորձեմ բան, ինչը որ երբեք չեմ փորձել,
Ստեղ արդեն երկրորդ իրավիճակն է, երբ պետք է ատրճանակը հանել ու առանց նշան բռնելու կրակոց անել շատ կարճ դիստանցիայից, ինչի համար է սա արվում, ինքնապաշտպանական իրավիճակներում երբեմն պետք է օգտագործել ատրճանակի, այսպես ասած, կանգնեցնող ուժը, դա ոչ թե խոցումով թիրախը վնասազերծելն է, այլ թիրախը հետ շպրտելը եւ ժամանակ ու երկրորդ կրակոցի հնարավորություն շահելը, այսինքն առաջին կրակոցից հետո մենք արդեն կարողանում ենք զենքը պահել ճիշտ դիրքով, ճիշտ բռնվածքով եւ արդեն ավելի ճշգրիտ կրակոցներ անել։ Հիմա լիցքավորում ենք զենքը, ելի տեղավորում ենք պատյանի մեջ ու ես ազդանշանով արդեն պատյանից զենքը կվերցնեմ ու կանեմ առանց նշան բռնելու մեկ կրակոց։ Ես պատրաստ եմ ընկեր Անդրեան, ազդանշանով կկրակեմ։ Գնաց։ Այս մի կրակոցը արդեն շատ ներքև էր, ստեղ մի քիչ երկար մարզվելու կարիք կա, պետք է հաշվարկել զենքի այս բռնվածքի ճիշտ անկյունը, քանի որ առաջին անգամն եմ այս կրակոցը անում, կպել եմ մեր թիրախի ամենաներքևի եզրին։ Հիմա մի հատ էլ կփորձեմ ու կփորձեմ ավելի բարձր անկյունով կրակել ու գոնե կրակոցս տեղավորել այս կրծքային ֆիգուրի չափերի մեջ։ Պատրաստ եմ։ Գնաց։ Այս մեկը արդեն մի քիչ ավելի հաջող կրակոց էր։ Կարանք մոտիկից նայենք։ Էլի ունենք կենտրոնական գծի վրա, ստեղ 8 թվի շրջանն է, այսինքն կրծքային ֆիգուրի ներքևի մասում։ Եվ այս կրակոցը արդեն տալիս է այդ ասածս էֆեկտը, այսինքն թիրախը արդեն խոցված է, արդեն ունենալու ենք որոշակի ժամանակ, որ հետ քայլանենք, ձեռքերը բերենք նորմալ բռնվածքի ու արդեն ճշգրիտ կրակենք։ Ու հիմա կփորձենք երրորդ իրավիճակը, երբ որ նորից արվում է մեկ կրակոց առանց նշան բռնելու այս ասածս նպատակով, ինչից հետո մենք վերցնում ենք ատրճանակը արդեն նորմալ բռնվածքով, ավելի ստաբիլ բռնվածքով եւ հետ քայլելով շարունակում ենք կրակոցներ անել արդեն թիրախը վնասազերծելու նպատակով։ Ես էլի կսկսեմ թիրախից կես մետր հեռավորությունից ու արդեն առաջին կրակոցից հետո կրակելուն զուգահեռ կշարժվեմ հետ։ Տեսնենք, ստեղ արդեն մոտավոր խումբ էլ կհավաքենք, կհասկանանք ինչքանով է ատրճանակը իրան ստաբիլ պահում, նախ հետ հարվածի առումով ու երկրորդ արդեն իմ ֆիզիկական կարողությունները էլի մի քիչ, որովհետև այս դիսցիպլինայի մեջ ոնց որ ասեցի, առաջին անգամ եմ փորձում ու պատրաստ եմ, կարամ ազդանշանով սկսեմ։ Պատրաստ։ Գնաց։ Պահեստատուփը դատարկեցինք, 7 կրակոց ունեինք ու կարանք մոտենանք նայենք։ Ուրեմն առաջին կրակոցը առանց նշան բռնելու խոցել ենք 8-ի եւ 9-ի արանքի գիծը, ինչպես արդեն ասեցի, այս խոցումը բավական է, որ մենք մի քիչ ժամանակ շահենք ու սկսենք արդեն ինքնապաշտպանությամբ զբաղվել, այսպես ասած, մնացածը արդեն կարծում եմ լիովին կվնասազերծեր մեր վրա հարձակվող հակառակորդին։ Նախ ուզում եմ զենքի մասին մի քանի բառ ասել։ Ես լինելով այս զենքին լրիվ անծանոթ, կարողացա հենց թեկուզ այստեղ որ նայենք, շարժվելու ընթացքում բավականին լավ խումբ հավաքեմ ու սրա այս արդյունքի մի մասը հաստատ զենքի էֆեկտիվ լինելն է ու զենքի լավ էրգոնոմիկան է, որովհետև եթե հատկապես ատրճանակը ձեռքիդ մեջ լավ չի նստում, համարյա անհնար է լավ կրակոցներ անել։ Իսկ ինչ վերաբերվում է այս իրավիճակի մասին, ինչպես ասեցինք, այս ինքնապաշտպանական
դերևս ամենատարածված իրավիճակն է, երբ ինչ որ հանցագործ հարձակվում է մարդու վրա զինված ատրճանակով եւ այդ մարդը պետքա պաշտպանվի, առաջին կրակոցը արվում է ժամանակ շահելու համար, թիրախին մի քիչ հետ շպրտելու համար, որպեսզի կարողանանք արդեն լավ բռնվածքով բռնենք ատրճանակը ու գնանք վնասազերծելու հետևից ու ես իրականում մի քիչ դանդաղ արեցի այս վարժությունը, որովհետև ամեն ինչ էֆեկտիվության լավ մակարդակի հասցնելու համար պետք է սկսել դանդաղ աշխատելուց, որպեսզի պատկերացնեք այս իրավիճակում արագության կարևորությունը, դուք պետք է հասցնեք հարձակվող հանցագործից ավելի արագ կրակել, այսինքն խոսքը գնում է 1 վայրկյանից ավելի փոքր ժամանակի մասին։ Այսինքն լիցքավորված ատրճանակը պատյանից հանել եւ առաջին կրակոցը հանելը պետք է տևի մոտավորապես կես կամ 0.4 վայրկյան, ինչը կհամարվի հիանալի արդյունք։ Ատրճանակ ունեցող մարդկանց խորհուրդ կտամ շատ մարզվել, որովհետև ատրճանակը ինքը իրանով մի քիչ բարդ զենք է կրակել սովորելու համար, պահանջում է բավականին ճշգրտություն, պահանջում է լավ ինքնակառավարում, սեփական մկաններդ պետք է լավ ճանաչես ու պետք է ամեն ինչ ճիշտ անես, որպեսզի լավ կրակոցը ունենաս։ Իսկ հաղորդումը սահմանափակելու համար կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-ի եւ Patreon-ի էջերին, աջակցեք կառույցի աշխատանքին, որովհետեւ այս կառույցը շատ կարեւոր գործ է անում այս ազգի համար, զենքի մշակույթ է տարածում, մարդկանց սովորացնում է զենքից օգտվել գրագետ եւ անվտանգ, իսկ դրա կարեւորությունը կայանում է նրանում, որ ձեր սեփական զենքը ձեր եւ ձեր հարազատների համար երբեք վտանգավոր չդառնա ու խորհուրդ եմ տալիս բոլորին մարզվել, որովհետև ներկայիս աշխարհ-քաղաքական իրավիճակներին նայելով երբեք չգիտենք վաղը ինչ է մեզ սպասվում ու կարող է ստիպված լինենք մեր տան դռան դիմաց մեր զենքով մեզ պաշտպանել։ Այսքանը բոլորին հաջողություն եմ մաղթում, զինվեք, մարզվեք, դարձեք ազատազեն։